Հաշվեհարդարի դատավարությունը, ինչպես բնորոշում են Բաքվի զնդաններում ապօրինաբար կալանված Արցախի ռազմաքաղաքական նախկին առաջնորդները, հասել է Ադրբեջանի վերաքննիչ ատյան 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման դատապարտած վճիռները հայ ռազմագերիներն են բողոքարկել, այդպես էլ չիմանալով, թե ինչի համար են ճաղերի մյուս կողմում հայտնվել, մինչև օրս վճիռները չկան։ Վճռի առկայությունը ամենակարևոր գործոններից է, որպեսզի անձը իմանա կոնկրետ իրեն ինչի համար են դատապարտել, ինչի հիման վրա, այսինքն ինչ ապացույցների հիման վրա, որպեսզի կարողանա դա պատշաճ բողոքարկի։ Այսինքն վճռի չտրամադրելը դա արդար դատաքննության եւ բողոքարկելու իրավունքի ակնհայտ խախտում է։ Սա իրականում շարունակությունն է, այսինքն իրենք ձև են անում, որ ինչ որ ընդհանրակարգերի են հետևում, նախատեսված է վերաքննիչ բողոքի քննում, անում են, բայց ըստ էության բովանդակային իմաստով սա իրավունքի իրացում չէ, այլ ձևականություն է։ Ապօրինաբար պատանդարված հայերը դատական վերջին նիստերի ընթացքում են միջնորդել, որ պաշտպանական խմբերը հնարավորություն ունենան ծանոթանալ ամբողջական դատավճիռներին, սակայն Ալիևի դատավորներից շարունակ մերժման պատասխան են ստացել։ Հերթական անգամ տեսնում ենք, որ տարական անգամ երաշխիքներ չեն ապահովում, որպեսզի գոնե թեկուզ եւ արհեստական կամ արդար դատաքննության չապահովող դատավարության շրջանակներում ամբաստանյանները կարողանան իրենց իրավունքը իրացնել։ Բաքվի վերաքննիչը կամայական սկզբունքով է հայերի բողոքներով գործերն ընդունել, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի դիմումներն օրինակ անհետացել էին, պարզվել էր չկան, այս մասին հենց նա էր հայտնել ընտանիքի հետ զրույցում։ Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանն էլ հարազատներին տեղեկացրել էր, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին դիմելուց բացի իր դատավճռի հայերեն եւ ադրբեջաներեն տարբերակներն ընտանիքին փոխանցելու խնդրանքը հասցրել է նաեւ Ադրբեջանի օմբուդսմենին, բայց այդպես էլ մնացել է անարձագանք։ Ցավոք սրտի Հայաստանի մարդու պաշտպանը որևէ լծակ չունի դա երաշխավորելով։ Կարող է իհարկե փորձել միջնորդել, բայց ըստ էության սա էլ է խախտման ցուցիչ այն իմաստով, որ դու չպետք է երրորդ կողմի ներգրավմամբ ստանաս այն, ինչը օրենքով նախատեսված է, որ քեզ պետք է տրամադրեն, այն էլ ոչ միայն տրամադրեն, այլ տրամադրեն այն լեզվով, որը դու հասկանում ես։ Հայերի բողոքներով առաջին դատական նիստը վերաքննիչում օրերս է կայացել, բայց Երևան առայժմ միայն կծկտուր տեղեկություններ են դրանից հասնում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։